Շանթիեթերը շարունակում է հեռանկարը։ Մայրաքաղաքում գոյացած փոսերն այս շրջանում դժգոհություններ են առաջացնում վարորդների շրջանում։ Ինչ է նախատեսում իրականացնել Երևանի քաղաքապետարանը։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր զրուցելու ենք Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Նատալիա Սինորյանի հետ։ Կանդրադառնանք նաեւ մայրաքաղաքի այլ խնդիրներին եւ ներքաղաքական զարգացումներին։ Տիկին Սինորյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Երևանի շատ փողոցներում շարունակում են մնալ մեծ թվով փոսեր, ինչն էլ, ինչպես արդեն նշեցի, վարորդների դժգոհությունն է առաջացնում, մարդիկ իրենց մեքենաներն են վնասում։ Ինչու խնդիրը դեռ համակարգային լուծում չի ստացել։ Նախ ես եմ շնորհակալ հրավերի համար, ձեր նշած խնդիրների մասին ես տեղյակ եմ եւ դրա պատճառը իրականում եղել է տեղումներով առատ ձմեռը, քանի որ չնախատեսված տեղումներ են ունեցել Երևան համայնքում եւ մեծ քանակությամբ աղի եւ ավազի օգտագործման արդյունքում ամբողջությամբ վնասվեցին Երևան համայնքի ասֆալտապատ տարածքները եւ այս ժամանակահատվածում, երբ որ նախատեսված է վերանորոգման աշխատանքներ, արդեն անձրև սկսվեց եւ ըստ էության արդեն եղանակները բարենպաստ են եւ արագացված ընթացակարգով սկսվել են մեր ամբողջ ասֆալտապատման եւ հոսալցման աշխատանքները, որոշ վարչական շրջաններում արդեն մեկնարկել են եւ հնդածած մեր համայնքի երթևեկողները նման խնդիր այլևս չեն տեսնի։ Այսինքն կան ժամկետներ մոտավորապես թե մայրաքաղաքում հիմնականում երբ կիրականացվի ճանապարհների այսպես ամբողջական նորոգումը, միջին նորոգումը։ Վերանորոգման աշխատանքները ըստ էության արդեն իսկ սկսված են հոսալցման աշխատանքների տեսքով եւ հնդածած եղանակային պայմանների բարենպաստ լինելու դեպքում ավելի արագացված տեմպերով այդ ամբողջ գործունեությունը կիրականացվի։ Ես եւս մեկ անգամ ներողություն եմ խնդրում մեր համայնքի բնակիչներից եւ երթևեկողներից առհասարակ, որ նման փոսեր են ունեցել, ուղղակի հաշվի պետք է առնել նաեւ եղանակային պայմանները եւ դրանից ելնելով է եղել այդ ամբողջ գործընթացը։ Մեր քաղաքային իշխանության գործադիր ներկայացուցիչները դրա մասին բազմիցս ներկայացել են զեկույցներում գործակարգավարական նիստերի ընթացքում։ Տիկին Սինորյան, իսկ կա վերահսկողության մեխանիզմ, որ նույն Երևանի քաղաքապետարանը, գուցե նաև ավականիներով դուք, որ շինարարական ընկերությունների կատարած աշխատանքները որակով լինեն, որ նույն փոսալցման աշխատանքներն իրականացվեն այնպես, որ օրինակ 10 օր հետո, 20 օր հետո քաղաքացի նորից չբախվի նման խնդիրների։ Այ ինչ մեխանիզմներ կա, դուք հետևում եք այդ աշխատանքների։ Տեսեք, յուրաքանչյուր աշխատանք, որը կատարվում է Երևան համայնքում, դա կլինի փոսալցման աշխատանք, կլինի առհասարակ ասֆալտապատում, մանկապարտեզների կառուցում, հետո կատարվում է փորձագիտական քննություն եւ դրանից հետո միայն ընդունվում է քաղաքապետարանի կողմից աշխատանքը եւ շինարարին փոխանցվում համապատասխան գումարները։ Եթե շինարարը կապ չունի թե որ ոլորտից է, իր աշխատանքը լավ կատարած չի լինում եւ լինում են խնդիրներ, տվյալ աշխատանքները չեն ընդունվում եւ համապատասխան չի վճարվում համայնքային բյուջեից տվյալ գումարները եւ շտկվում են, նոր դրանից հետո համապատասխան գումարները փոխանցվում են։ Ընթացակարգը առհասարակ նման սկզբունքով է եւ Երևան համայնքի ավականին էլ ունի իր ֆունկցիան որպես վերահսկող մարմին ամբողջ այս գործընթացին։ Գալով տրանսպորտի խնդրին, կարծես թե միշտ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ զրույցում այդ տրանսպորտի խնդիրը շարունակում է ակտուալ մնալ։ Փոփոխություններ արվեցին, նոր ըստ էության տրոլեյբուսներ բերվեցին, նոր մեքենաներ բերվեցին, բայց նորից կարծես թե հանդիպում ենք այդ քաղաքացիներին այսպես կծկված մի կերպ տեղավորվելով շատերը կանգառներում շարունակում են սպասել, որովհետև կամ ուշանում են, կամ տեղ չկա։ Համակարգային խնդրի լուծմանը ի՞նչն է խանգարում այս։ Տեսեք, մենք առաջիկայում կունենանք Երևան համայնքի փողոցներում 45 նոր տրոլեյբուսներ, որոնք որ արդեն գալիս են դեպի Հայաստանի Հանրապետություն եւ առաջիկա 1-2 ամսվա ընթացքում կլինեն Երևանում։ Եվ աշխատանքները այդ ուղղությամբ բարբերաբար կատարվում են եւ նաեւ նախատեսվում է առաջիկա ժամանակահատվածում 200 ավտոբուսների ներկրումը Հայաստանի Հանրապետություն, ժամկետներ չնշեմ, քանի որ գնումների հետ է կապված, ֆինանսական միջոցների հետ է կապված, տեղյակ ենք խնդիրներից, հիմնական խնդիրը առաջանում է պիկ ժամերի ընթացքում, այսինքն առավոտյան եւ աշխատանքից վերադառնալու ժամերին, սակայն դա մեր մոնիթորինգի շրջանակում բարբերաբար ուսումնասիրում ենք եւ հարցին փորձում ենք լուծում տալ, բայց կարող ենք նաև փաստել այն հանգամանքը, որ մեր քաղաքացիները գոհունակ են հանրային տրանսպորտի որակից, եթե 1 տարի առաջ անդիմության ներկայացուցիչներն ասում են, որ չի աշխատելու տրանսպորտային համակարգը եւ նոր քարտային համակարգը, այսօր կարող ենք ֆիքսել, որ մեր քաղաքացիները օգտվում են քարտային համակարգից եւ օգտվում են իրենց արտոնություններից, այն հատուկ խմբերը, որոնք որ կան, եւ ըստ էության հանրային տրանսպորտը բարվոք աշխատում է։
Այսինքն քաղաքացիներն արդեն շատ հանգիստ վճարում են, որովհետև կային դեպքեր, որ վերահոսքող անձինք էին արդեն շատ դեպքերում երթղայիների մեջ մոտենում, ստուգում արդյոք վճարվել է թե չէ, փոփոխություններ կան այդ մասով։ Աշխարհի բոլոր երկրներում կան մեխանիզմներ, որոնք վերահսկում են քաղաքացին վճարել է հանրային տրանսպորտի համար եւ կամ չի վճարել եւ նույն տրամաբանությունը Հայաստանի Հանրապետությունում է։ Մենք ունենք վերահսկողներ, որոնք պարբերաբար ներս են գալիս հանրային տրանսպորտի եւ ուսումնասիրում են արդյոք քաղաքացին վճարել է թե չի վճարել։ Եվ դա շատ բարձ տրամաբանական գործունեություն է օրենքի շրջանակներում եւ մի փոքր անարդարել կլինի մի քաղաքացի վճարի, իսկ մյուս քաղաքացին առանց վճարելու ուղղակի իջնի դա սոցիալական արդարության տեսանկյունից էլ է սխալ։ Բայց միտումը կա, որ սկսել են մեծ թվով վճարում են քաղաքացիները, այսինքն ունենք համապատասխան հոսքերը համայնքային բյուջեում։ Տիկին Սինորյան, այ ասի 45 նոր տրոլեյբուսներ է ներկրվելու եւ դուրս են գալու արդեն գից, ինչ փոփոխություն կզգան քաղաքացիները այս նոր տրանսպորտի գործարկումից հետո, թե այ հիմնական փոփոխությունը կզգացվի ոչ թե այս 45-ի ներկրումից, այլ այն 200-ը, որ ասացիք, դա արդեն ամբողջացվի, ամբողջ փաթեթը փոփոխությունների, թե այլ փոփոխությունների ըստ էության սա փուլային փոփոխություն է, այսինքն 45 ավտոբուսը եղել է մեր տրանսպորտային փոփոխությունների մի մաս, որը ըստ էության մեր քաղաքացիները տրանսպորտի որակի փոփոխությունը կզգան եւ կտեսնեն, եւ մնացած արդեն 200 ավտոբուսների ներկրումից հետո ամբողջական տրանսպորտային ցանցը կբարելավի եւ այն խնդիրները, որոնք որ դուք նշեցիք, որոնք որ նշվում են մեր համակարգացիները, չեն կունենա, եւ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի ժամկետներում տեղավորվենք եւ մաքսիմում շուտ ժամկետներում դա կազմակերպենք։ Իսկ արդյոք ենթակառուցվածքները պատրաստ են նոր տրոլեյբուսների լիարժեք շահագործման, որովհետև շատերը այսպես կարծիք են արտահայտում, որ շատ դեպքերում նաև խնդրի մի մեծ բաժին ճանապարհների հետ է կապված, որովհետև մեր ճանապարհները կառուցված չեն եղել այսքան մեծ հոսքի մեքենաների համար։ Համաձայն եմ ձեզ հետ, մենք ունենք հոսքի տրանսպորտային միջոցների մեծ հոսք եւ վերջին ամիսներին նաեւ միջգերատեսչական խումբ է ձևավորվել, որպեսզի քննարկեն եւ կառավարեն տրանսպորտային այդ հոսքերի ամբողջ բանը։ Իրականում աշխատանքները կատարվում են, սակայն դա չի խանգարի, որպեսզի տրոլեյբուսները իրենց բնականon աշխատանքը կատարեն Երևան համայնքում եւ սպասարկեն մեր քաղաքացիներին։ Այ գալով մետրոյին մետրոյի հարցը միշտ բարձրացվում է, հատկապես որ ձեր նախընտրական խոստումներից էր Աջափնյակում նոր մետրոյի կայարան ունենալ, եղավ մի պահ այսպես տարածվեցին լուրեր, որ իշխող ուժը հրաժարվել է նոր մետրոյի կայարանի կառուցումից, հետո կարծես թե հերքվեցին այդ լուրերը, հիմա ինչ կա, կոնկրետ հստակ որոշում կա, որ Աջափնյակում պետք է նոր մետրոյի կայարան կառուցվի։ Աջափնյակում մենք ունենալու ենք մետրոյի կայարան, ինչպես դուք նշեցիք, դա մեր նախընտրական ծրագրի բաղկացուցիչ մաս է եւ մինչեւ մեր մանդատի ավարտը Երևան համայնքում մենք կստանանք Աջափնյակ մետրոյի ամբողջական նախագիծը եւ ամբողջական պատկերը մեր համակարգացիները կտեսնեն։ Ես մի քանի անգամ նշել եմ արդեն, որ փորձագիտական փուլերը անցել են եւ մրցութային փուլին է հասել եւ առաջիկա ժամկետներում արդեն կունենանք նաեւ մրցութային փուլի մեկնարկը եւ ամփոփումը։ Ժամկետներ չնշեմ, որպեսզի ամիսներ կամ ինչ որ չթվա որևիցե բան, առաջիկա ժամանակահատվածում կունենանք նորություններ Աջափնյակ մետրոյի վերաբերյալ, բայց այն փաստը, որ Աջափնյակում մենք ունենալու ենք մետրո, դա հստակ է։ Այսինքն դուրս չի եկել ծրագրից։ Չի եկել։ Մոտենում է իշխող ուժի համաժողովը, դուք նաև քաղաքացիական պայմանագրի կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի անդամ եք, ընտրություններ եղան, առաջին երկու փուլ, հիմա սպասվում է առաջիկայում մեծ համաժողով։ Ինչ հիմնական օրակարգ է ձևավորվել այդ համաժողովի ընթացքում։ Տեսեք, համաժողովը տեղի ունենալու ապրիլի 4-ին կային դեմոկրատների անվան մարզի համայնքային համալիրում եւ տվյալ համաժողովի օրակարգն է նախընտրական ցուցակի հաստատումը եւ վարչապետի տեխնացուի հաստատում ըստեյության, ինչպես դուք նշեցիք, մենք ունեցել ենք առաջին եւ երկրորդ փուլի ընտրություն, առաջին փուլի ընթացքում մասնակցել են շուրջ 260 տեխնացու եւ մեր պատվիրակները իրենցից ընտրել են 50-ին եւ մնացածին ըստեյության ռեյտինգավորել են եւ ամսի 4-ին մենք կհրապարակենք մեր նախընտրական ցուցակը ըստեյության եւ մեր համակարգացիները կտեսնեն թե ովքեր են պատրաստվում հետագայում լինեն խորհրդարանում։ Այսինքն ցուցակն արդեն պատրաստ է, այդ օրը հրապարակել են ըստեյության այդ օրվա օրակարգը դա է լինելու, հաստատվելու է
ցուցակը համաժողովի կողմից եւ արդեն հրապարակվելու է։ Ձեր ընդդիմադիրները շարունակում են դաշինքներ ձևավորել, ըստ էության փորձում են այսպես լայն ընդդիմադիր մի քանի ճակատով կոնսոլիդացիաներ կազմել, որպեսզի ավելի հեշտությամբ կարողանան ըստ էության տարբեր գնահատականներով փորձագետների ձեզ իշխանազրկել։ Նրանք վստահ են, որ հունիսի 7-ից հետո նոր օր է բացվելու եւ նոր իշխանություն է լինելու Հայաստանում։ Ինչպես է գնահատում նրանց այդ վստահությունը։ Իրենց վստահությունը գնահատելու համար խորհուրդ եմ տալիս, որպեսզի տվյալ ուժերը ուղիղ եթերը միացնեն, իրենց տապանը նստեն, հյուսիսից միջև Սյունիքից միջև Տավուշ, փորձեն ուղիղ եթեր միացված քաղաքացիների հետ շփվեն եւ տեսնեն իրենց մասին քաղաքացիները ինչ են խոսում եւ մեր մասին ինչ են խոսում։ Իմ գործընկերները շաբաթներ շարունակ վարչապետի գլխավորությամբ շրջում են հանրապետությունով մեկ ուղիղ եթերի ներքո եւ մեր հանրությունը տեսնում է թե ինչ արձագանք են տալիս մեր քաղաքացիները թե մարզերում եւ թե Երևան համայնքում։ Այս հանգստյան օրերին վարչապետը եւ իմ գործընկերները Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում են, ես էլ եմ այնտեղ եւ կարող եմ արձանագրել, որ մենք 500 մետր ենք ընդամենը քայլել, քանի որ քաղաքացիները անընդհատ մոտենում էին տարբեր հարցերով եւ տարբեր խնդիրներով եւ իրենց գոհունակությունն էին ներկայացնում եւ որոշակի խնդիրներ էին ներկայացնում եւ ուղիղ եթե պարզապես պետք է միասնան տեսնել քաղաքացիների արձագանքը ինչպիսին է եւ դրանով կարող ենք եզրափակել այդ խոսույթը եւ հստակ կարող ենք արձանագրել Գյումրի 2 չի կարող լինել։ Այդ վստահությունները քաղաքացիների արձագանքից չի լինելու բնականաբար Գյումրի 2 եւ դա ես ասում եմ մեր քաղաքացիների արձագանքից, իրենց գոհունակությունից, մեր քաղաքացիները շատ լավ իրենց մաշկի վրա զգացել են այն փոփոխությունները, որ կատարել է մեր իշխանությունը եւ տեսնել են խաղաղության պտուղները այս տարիների ընթացքում։ Նրանք էլ են ասում գալու են խաղաղությունը ուժեղացնենք, այսինքն նրանք էլ են խաղաղությանը կողմ եւ ասում են պարզապես իրենք էլ գալու են որ ուժեղացնեն այդ խաղաղությունը։ Անդիմությունը ըստ էության հետեւյալ թեզն է առաջ մղում, որ կանք վերաբանակցենք խաղաղությունը։ Արժանապատիվ խաղաղություն, ուժեղ խաղաղություն։ Ցանկացած փաստաթուղթը ըստ էության ստորագրված է, նախաստորագրումը կատարված է։ Հայաստանի Հանրապետությունում պետական սահմանին շուրջ 2 տարի է որևէ զինվոր հակառակորդի գրակոծից չի զոհվել։ Ըստ էության հողի վրա մենք ունենք խաղաղություն։ Նախաստորագրումը իրականացված է։ Պայմանավորվածությունները ձեռք բերված են։ Ցանկացած փաստաթղթի վերաբանակցում ըստ էության հանգեցնում է նոր ռիսկերի եւ նոր էսկալացիաների։ Եվ իրենք ինչ են առաջարկում։ Ըստ էության անուղղակի իրենք ասում են բերենք այլ երկրներից միջնորդներ եւ այլ մարդկանց, այլ ուժերի բերենք, որպեսզի մեզ հետ վերաբանակցեն։ Դա ըստ էության իրենց կողմից խաղաղության խաթարումն է եւ մեր քաղաքացիները դա շատ լավ գիտեն եւ շատ լավ գիտակցում են եւ հատկապես թող շփվեն մեր սահմանամերձ համայնքի բնակիչների հետ, իրենք կներկայացնեն թե իրական խաղաղությունը ինչպիսին է, որոնք որ այս պահին տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Տավուշի մարզում սահմանամերձ մենք ունենք ակտիվ շինարարություն, մարդիկ տներ են այնտեղ կառուցում, որպեսզի իրենց ընտանիքներով այնտեղ բնակվեն։ Դա շատ ուղիղ խաղաղության պտուղներն են։ Տիկին Սիմոնյան, այդ դեպքում ո՞րն է այսօր իշխանության գլխավոր առավելությունը ընդդիմությունից։ Շատ առավելությունները շատ են։ Այն փաստը, որ մենք լեգիտիմ իշխանություն ենք եղել, դա ամենակարևոր առավելություններից մեկն է։ Այն, որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին բերել ենք խաղաղություն եւ այժմ խնդրում ենք մեր քաղաքացիներին, որ ամուր պահեն խաղաղությունը, դա է այն, որ այսօր ապրիլի 1-ն է, մեր համաքաղաքացիները իրենց թոշակի ավելացումն են տեսնում։ Այն, որ մեր տատիկ պապիկները ցանկացած առողջական խնդրի դեպքում անվճար բուժօգնություն են ստանում։ Եվ այն է, որ Հայաստանի Հանրապետությունում կիլոմետրերով ճանապարհներ են կառուցվում։ Այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ենթակառուցվածքներ են զարգանում։ Այն է, որ պաշտպանության մեր ամբողջ բյուջեն ավելացել է։ Ի դեպ, մայիսի 28-ին մենք մեր ամբողջ
տեխնիկան, որ գնել ենք եւ ձեռք ենք բերել այս տարիների ընթացքում, հաշվետվության տեսքով ներկայացնելու ենք մեր համակարգացիներին եւ մեր համակարգացիները կտեսնեն, թե պաշտպանության ոլորտում մենք ինչ ձեռքբերումներ ենք ունեցել։ Երևանում զորահանդես է սպասվում։ Հաշվետվություն է սպասվում, վարչապետն էլ նախորդ շաբաթ կառավարության նիստից հետո լրագրողների հետ բրիֆինգի ընթացքում ներկայացրեց, որ ըստ էության մայիսի 28-ին նախատեսվում է մեր կատարած աշխատանքի այդ ոլորտի հաշվետվություն եւ մեր քաղաքացիները կտեսնեն։ Եվ մեր համապատասխան ոլորտի նախարարները ամենօրյա ռեժիմով ներկայացնում են, թե ինչ է կատարվել Հայաստանի Հանրապետությունում այս տարիների ընթացքում, որքան դպրոցներ եւ մանկապարտեզներ են կառուցվել, համայնքներն որքան հանրային տրանսպորտը ավելացել, Երևան համայնքում ինչեր են կատարել, ինչքան բակեր են կառուցել, ինչքան խաղահրապարակներ են կառուցել։ Մեր քաղաքացիները դուրս գալով փողոց ամենօրյա ռեժիմով տեսնում են, թե մեր իշխանությունը ինչ է կատարել եւ ինչ է կատարելու հետագայում։ Տիկին Սինորյան, դուք արտաքին ազդեցություն նկատում եք Հայաստանի ներքաղաքական կյանքում, հատկապես այս շրջանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Տեսեք, շաբաթներ առաջ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը մամլոհաղորդագրություն տարածեց, ըստ որի ըստ հետախուզության մամլոհաղորդագրությանն եմ ասում, որ այո, կան նման տվյալներ, կան նման ռիսկեր, հատուկ ծառայությունները եւ ուժային կառույցները դրանով զբաղվում են։ Տեսեք, Եվրամիությունը պատրաստվում է արագ արձագանքման խումբ ուղարկել Հայաստան ընտրությունների նախաշեմին, ինչպես ձևակերպվում է հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար։ Արդյոք այդ կերպ Եվրամիությունը չի միջամտում Հայաստանի ընտրական գործընթացին։ Այս հարցը նաև բարձրացնում են ձեր ընդդիմադիրները։ Ես չեմ համարում, որ դա միջամտություն է։ Եվրամիությունը Հայաստանին օգնում է, որպեսզի ժողովրդավարությունը պաշտպանված լինի Հայաստանի Հանրապետությունում։ Եվ վերջում որն է լինելու ձեր գլխավոր ուղերձը ըստ էության քաղաքացիներին խորհրդարանական ընտրությունների այս նախաշեմին։ Մեր քաղաքացիները պետք է գնան ընտրության եւ ընտրեն խաղաղությունը, քանի որ Հայաստանի Հանրապետությունում այս պահին միակ ուժը, որ խաղաղություն է բերել եւ բերելու է, դա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Նատալիա Սինորյանն էր։